Գիշատիչների քնեցումն ու տեղափոխությունը ռիսկային է, կենդանաբանական այգու մասնագետներն այս մասին զգուշացրել են քննիչներին, տեղեկացրին այգու կառավարման խորհրդի նիստի մասնակիցները։ Իրենք զգուշացրել են յաղապամարմիններին, այնուամենայնիվ իրենց հրանգ տրվել տեղափոխման, իրենց մասնագիտական գործունեությունը իրականացրել են ըստ սահմանված նորմերի։ Քննչական կոմիտեն է որոշել, արդյոք ինչպիսի կենդանիներ, երբ ինչպիսի ժամանակահատվածում պետք է առգրավեն, եւ ես որքան հասկանում եմ, այդ թվում եւ մասնագետների հիմնական խորհուրդները առանձնապես չեն ունեցել արձագանք։ Ի սկզբանե իրավապահների կողմից տրվել է հրահանգավորում կոնկրետ ժամանակահատվածում կենդանիների առգրավումը կազմակերպելու, ինչը բնականաբար բացատրվել է նրանց, որ դա անհնարին է, թե կենդանիների բարեկեցության տեսանկյունից, թե ֆիզիկապես այդ գործողությունները կազմակերպելու։ 3 օրվա երկրորդ կեսին նիստը հրավիրվել։ Օրակարգի առաջին հարցը Ծառուկյանի առյուծի քնելն ու չարտնանալն էր։ Այգու կառավարման խորհրդի կազմում մասնագետ գիտնականներ են ու Երևանի ավագանու խմբակցություններից մեկական անդամ։ Տարօրինակ է առնվազն, որ այսքան ուշացել է կենդանաբանական այգու կառավարման խորհրդի նիստը, որովհետև այո, հրատապ հարցեր կան եւ արագ արձագանքման խնդիր ենք տեսնում, այդուհանդերձ շատ սպասելիքներ չունենք։ Դե քնեցնողը կարծում իրանք հենց իրենք են մասնագետներն են հենց եւ քնեցումը եւ արտնացումը մնացած բուժօգնությունը իրանք են ցուցաբերել, կարծում եմ այդ ինֆորմացիան կփորձենք հնարավորինս լիարժեք իրենցից ստանալ։ Քննարկումը փակ էր ավագանուն դիմադիրներից Նարէ Արամյանը հետո պատմեց։ Այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը ներկայացրել է գիշատիչների քնեցման ընթացքը։ Առյուծի անկումից հետո մի շարք կենդանաբուժներ կասկածներ էին հայտնել, արդյոք քնեցումն ըստ պրոտոկոլի է իրականացվել։ Այգու մասնագետների ձեռքի տակ եղել է քնածներին արթնացնելու համար նախատեսված դեղորայք, եղել է Անտիդոտներ, որոնք որ արթնացնում են կենդանիները, այսինքն դրանք օգտագործել են բոլորի նկատմամբ եւ միայն այդ կենդանին չի պատասխանել այդ դեղամիջոցին։ Կառավարման խորհրդի նախագահ Կարեն Մանվելյանն ուշադիր լսել է այն, ինչ զեկուցել է այգու փոխտնօրենը տեղափոխման գործընթացի վերաբերյալ։ Վստահ արձանագրում է, խախտում քնեցման գործընթացում այգու մասնագետները թույլ չեն տվել։ Քնաբեր դոզաները եղել են ըստ սահմանված կարգի։ Դոզաների ընտրության կենդանիների խոսք էր գնում 2 անգամ են քնացրել, եկին տենց տարբերակ չկա, մի անգամ են քնացրել, մի անգամ են սրացկել, այն վագրին են 2 անգամ քնացրել, որին ետացած վագր էր, մի անգամ քնացրել են, մի հատ էլ տեսել են, որ զարդում արկղի մեջ, մի հատ էլ այդ ժամանակ։ Մանվելյանի խոսքից հասկացանք, որ Ծառուկյանի վագրերից մեկը քնաբերից հետո արթնացել է։ Սա այն է, ինչի մասին ավելի վաղ ահազանգում էր Նարէ Արամյանը, խոսելով այն շտապողականության մասին, որով քննիչները գործի էին անցել ու տեղահանել գիշատիչներին, չէ՞ որ նրանք կարող էին ավելի վաղ արթնանալ ու ուղղակի հոշոտելուն պատահի։ Այսօր էլ պնդեց այս գործընթացի գլխավոր հարցը հենց իրավապահների մոտեցումն է՝ արագ քնեցնել կենդանիներին ու ապահովել տեսարան։ Քննչական մարմինները ունեին բոլոր հնարավորությունները այդ տեղում անգամ կապալակնքված վիճակում թողնելու կենդանիներին եւ շարունակելու դրանց խնամքը, ինչպես կիսազատ պայմաններում պահվող այսօր այս պահին այլ կենդանիների շուրջ։ Վայրի կենդանիների առգրավումը կարող է միանշանակ գնահատել որպես ուղղակի քամահրանք մահաճույք, որովհետև որևէ կերպ, որևէ հիմնավորում ունենալ այն չի կարող։ Պնդում է առյուծի անկման պատասխանատուներին պետք է փնտրել հենց իրավապահների շրջանում։ Այս կենդանիները ոչ թե կենդանիների բարեկեցության տեսանկյունից են օտարվել, այլ առգրավվել են որպես իրեղեն ապացույցներ, եւ իրեղեն ապացույցներից մեկը այսօր այդ նույն իրավապահ մարմինների պատճառով այլևս գոյություն չունի։ Ի տարբերություն ավագանուն դիմադիր անդամի, կառավարման խորհրդի մյուս անդամները իրավապահների շտապողականության մասին չեն խոսում։ Որոշումը կայացվել է քննչական կոմիտեի կողմից, այդ բոլոր հարցերը իրանց։ Այսինքն, այստեղ մասնագետները ասել են, որ սա ռիսկային է։ Խորհրդի նախագահն այնուամենայնիվ հաստատում է, էգ-առյուծը ճիշտ է հիվանդություններ ուներ, բայց տեղափոխության զոհը դարձավ։ Այո, կապրեր, բայց չես կարող ասել 1 ամիս, 10 ամիս, 2 տարի։ Մանվելյանը չի ընդունում այգու մասնագետներին ուղղված մեղադրանքը, որ քնեցնելուց առաջ կենդանիները չեն հետազոտվել, ասում է, անհնար է եղել։ Անասնաբուժական փաստաթուղթ պետք է ունենա, հա, կենդանի ոնց որ մարդիկ ունեն, հա, ինչ հիվանդություններ են եւ նման փաստաթղթեր ոչ մեկ չի ներկայացրել։ Դա մեկ։ Եթե նախապես պետքա բան անեն հետազոտություն, դա գիշատիչ կենդանի է, հա, 200-150 կիլոյանոց հզոր կենդանի է, ով կմտնի մոտը
ռենտգեն ապարատով այրուտից ինչ-որ ռենտգեն անի կամ անհնարին բան։ Ուրեմն պետքա քննարկել, չէ՞։ Նիստի մասնակիցները պատմեցին, որ կոմպրոմիս է եղել մի հարցում, այգու մասնագետներն իրենց գործը պատշաճ են արել։ Բոլոր պատասխանները վկայում են նրա մասին, որ այդտեղ մասնագիտական որևէ սխալ չի եղել։ Ինչու են իրավապահները որոշել ծանրաքաշ ու վտանգավոր գիշատիչների քնեցումն ու տեղափոխությունն ապահովել ժամերի ընթացքում։ Ինչու են անտեսել մասնագետների ռիսկային է զգուշացումը։ Կառավարման խորհրդի քարտուղարն ասում է, այս հարցերին չեն անդրադարձել, որովհետև դրանք քրեական գործի շրջանակում պիտի քննվեն։